Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակ էր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական և թե կյանք էր իրական ու կարծես երեկ էր դեռ դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նավիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով Հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով Ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանին մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի խնդրանիկ, ուրանհոգ էին երջանիկ, դպրոցի
Ողջույն, սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ լավագույնը, թող ձեր նոր կյանքի դռները բացել լայնորեն, թող ձեր նոր կյանքի ճանապարհները լցված լինեն հաջողությամբ ու անսահման հնարավորություններով, թող ձեր երազանքները միշտ վերածվեն իրականության, խոստանում ենք ձեզ այժանի փոխանցողներ լինել։ Իսկ հիմա բեմը իրենց համայնքով ու անկրկնելիությամբ կլցնեն գյուղում միակ դպրոցում տարբերվող արկածախնդի ու յուր օրինակ Փանիկի միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Դասարանի լուրջ ու պատասխանատու աղջիկներ, ում անունը լիարժեքորեն բնութագրում էր տեսակը, դասարանի սիրուն ավագ համեստը։ Դասարանի խուրճուճ մազերով տղան է Ինգեր Մամիկոնյանի ամենասիրելի աշակերտը, աշխատասեր ու խելացի Գևորգը։ Մեր դասարանին կերասեր տղան է, ով դեռ քայլել չսկսած մեքենայի ղեկին էր, մեր միշտ բացակա Ռուբենը։ Մեր դասարանի նրբիկ աղջիկն է, պատրաստ է լսել եւ աջակցել բոլորին։ Իր գեղեցկությամբ եւ անկրկնելի ժպիտով մեր Աննան։ Դասարանի մունատ տղան է, ում բոլորս հարգում ենք, բոլորիս աղջիկների հարցերը լուծող, մեզ պաշտպանող Հայկը։ Նա ունի շատ պարզանում, բայց բոլորը հոլովում են այնպես, ինչպես ցանկանում են։ Չի զիջում նա Հայկին, միշտ մունատ մեր Մարինան։ Դասարանի ամենաուժեղ ու լուրջ տղան է, ում աշխարհագրության գիտելիքները զարմացնում են։ Մշտապես բոլորին օգնող ու կառավարելու ձիրքով օժտված մեր Սիմոնն է։ Մեր զգացմունքային աղջիկն է, ով անգամ կարողանում է ամենալուրջ պահերին իր նրբանկատ կատակներով թեթևացնել մթնոլորտը։ Բոլորին հասկացող ջիգարով մեր Մերին է։ Մեր ուրախ ու ակտիվ տղան է, ում հումորները միշտ բոլորիս ուրախացնում են։ Նրա ապակա համով բիզնեսը բոլորիս ամենասիրելին է, մեր Սիմպո Սետրակն է։ Մեր կենսուրախ ու պայծառ աղջիկն է, ով միշտ ման է գալիս թիկնապաներով ու կռվում բոլորի հետ։ Մեր կանաչաչա Սեդան է։ Այ Ռուբենին, այ դեպարից հետո, ինչ տարակալի։ Մեր բարձր ձայնով խոսող տղան է, ում ծիծաղը ավելի ծիծաղելի է, քան արած հումորները, մեր մաթեմատիկոս Ռուստամն է։ Մեր դասարանի Այվազովսկին է, ում նկարները ձևավորում են մեր մարտի 8-ի բեմերը։ Մեր տաղանդավոր նկարչուհի Նադյան է։ Ընկեր Սեղլյանի ժամին մշտապես գրատախտակի մոտ կանգնած, մաթեմատիկայի գերի ու միշտ ինչ-որ տեղ շտապող մեր արակաշարժ Մայրամն է։ Մեր դասարանի Սուսիկ Փուսիկ աղջիկն է, ով ուսուցիչների համար համեստության օրինակ է։ Մեր սիրուն Աննան։ Մեր դասարանի խելացի տղան է, ով իր դիմաց եղող բոլոր ուղիներից ընտրեց ամենաբարդը,
Մեր ապակա բժիշկ Հակոբը։ Մեր շփվող ունկերասեր աղջիկն է, ում ձայնը ցնցեց ամբողջ դպրոցը, ում առանձնահատուկ տաղանդը զարդարում է մեր բոլոր միջոցառումները։ Մեր երգչուհի Ժենյան է։ Մեր դասարանի թիթիզ աղջիկն է, ում խոսքի հիմնական թեման պատմությունն է։ Մեր մեյքափ արտիստ Հայկանուշն է։ Շողշողում գոհարես ինյանես Շողշողում գոհարես ինյանես Մեր կանգրահեր աղջիկն է, ով ընկեր Դավեյանի աջ ձեռքն է, ու մեր դասարանի լուսանկարիչը, խենթ ու խելար հումորներով մեր գժոտ Ռոզան է։ Դասարանի միշտ ներկա աղջիկն է, ով միշտ պատրաստ է գրականության դասին ու գիտի ավելի շատ բանաստեղծություն, քան գրողները։ Մեր շատախոս Նելին է։ Չի կարելի ապրել այս կյանքը առանց ընկերուհի Մեր դասարանի լրակյաց տղան է, ում ձայնը այդպես էլ բոլորիս անհայտ մնաց։ Մեր դասարանի Սուսուփուս Վարդկեսը։ Մեր դասարանի սիրունիկ աղջիկն է, ով շատ սիրեց գերմաներենը, իսկ նրան շատ սիրեցին գերմաներենի ուսուցիչները։ Մեր խելացի Անին։ Մեր բարձրահասակ տղան է, ումից ինչ-որ բան ուզելը չափազանց մեծ խնդիր է, որովհետև նա միշտ քնած է։ Մեր մեխանիկ Գրիգորն է։ Մեր բոյով աղջիկն է, ով ընտրեց բանասիրության ուղին ու դարձավ ընկեր Ասատերյանի սիրելին։ Մեր լեզվաբան Անին։ Մեր դասարանի Արթուր Զարտի սիրահարն է, ում հեռախոսը էքսկուրսիաներին բոլորիս ֆոտոապարատն է։ Մեր խելացի Նարեկն է։ Մեր ճստիկ պստիկ աղջիկն է, ում հումորները բացառիկ են, եւ ում տաղանդը շուտով կտեսնենք հեռուստացույցով։ Մեր դերասանուհի Վալենտինան։ Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Այսօր հուզիչ եւ հրաշալի օր է։ Մեր դպրոցական կյանքի վերջին զանգի հնչյունները ազդարում են մի կարևոր շրջափուլի ավարտը եւ նոր անսահման հնարավորություններով լի ճանապարհի սկիզբը։ Տարիների ընթացքում մենք ոչ միայն ստացանք գիտելիքներ, այլև ձևավորեցինք մեր անհատականությունը։ Գտանք ընկերներ, հաղթարեցինք դժվարություններ ու ձեռք բերեցինք անմոռանալի հիշողություններ։ Դպրոցն այն վայրն է, որտեղ երազեցինք, ձգտեցինք ու հասկացանք, որ յուրաքանչյուր դժվարություն միայն ամրապնդում է կամքն ու նպատակասլացությունը։ Այսօր մեր առջև բացում են նոր հորիզոններ, եւ մենք կանգնած ենք մեծ աշխարհի շեմին։ Շնորհակալ ենք, որ այս կարևորագույն օրը մեր կողքին եք եւ կիսում եք մեզ հետ մեր հույզերը։ Քանի որ նախարարության կողմից սահմանված է մշակութային վերջին զանգ, այդ պատճառով մենք փորձել ենք մշակութային տարերի, երգի ու բարի միջոցով ներկայացնել այն արժեքները, որոնց հանդեպ սեր ու հարգանք եք սերմանել մեր մեջ այս 12 տարիների ընթացքում։ Ծնող, ուսուցիչ, դպրոց, ընկեր, հայրենիք։ Դե ինչ, ազդարում ենք մեր անմոռանալի Շնշող օրվա վերջին զանգի սկիզբը։ Այսօր մեր կյանքի կարևորագույն օրերից մեկն է, վերջին զանգը, որը ազդարարում է դպրոցական մի ամբողջ շրջանի ավարտը։ Սա մի պահ է, երբ հայացք ենք նետում դեպի անցյալ,
լի հիշողություններով, ժպիտներով ու դասերով, եւ միաժամանակ վստահորեն առաջ ենք նայում դեպի նոր անծանոթ ճանապարհներ։ Սիրելի դպրոց, դու մեր մանկության երկրորդ տունն ես, հագեցած հիշողություններով, աղմկոտ դասամիջոցներով, առաջին ընկերություններով ու հաջողություններով։ Դու մեզ ընդունեցիր այն ժամանակ, երբ ձեռքերս դեռ փոքր էին, իսկ աչքերում անհանգիստ լույս, եւ քո տաք պատերի ներսում անցկացրին կյանքի ամենանուրբ տարիները։ Շնորհակալություն մեր դպրոցին, այսքան տարի մեզ հարազատ տանիք լինելու, մեզ կրթելու, մեծացնելու եւ մի ամբողջ ընտանիքի զգացողություն տալու համար։ Comme un orage qui gronde, je pense à toi à chaque seconde. Comme la pluie sur la fenêtre, tu me dis oui et puis peut-être. Mais moi je t'aime pour la première fois. Mais moi je t'aime, je ne veux que toi. Premier amour, au premier baiser, je suis ensorcelée. Premier amour, je t'aime et pourtant en un coup de vent. Premier amour, déjà terminé, me laisse le cœur brisé. Je dois t'oublier. Comme un éclair dans la nuit, je voulais te plaire pour toute la vie. Je t'aime encore, je t'aime à mort, mais y'a que toi que j'ai aimé. Alors au fond, qu'est-ce que j'en sais? Premier amour, au premier baiser, je suis ensorcelée. Premier amour, je t'aime et pourtant en un coup de vent. Premier amour, déjà terminé, me laisse le cœur brisé. Je dois t'oublier. Dancing bears, painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm, horses prance through a silver storm, figures dancing gracefully across my memory.
Once upon a Սիրելի ուսուցիչներ, գիտենք, որ տարիներ շարունակ այս օրը եւ ոչ միայն այս լսել եք բազում ջերմ խոսքեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։ Գիտենք, որ ոչ մի նոր բան ասել չենք կարող, սակայն մենք տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորող հայացքներն ու հասկանում, որ մեր արտասանած յուրաքանչյուր բառ արձագանք է գտնում ձեր սրտում։ Դուք նայում եք մեզ եւ նույնիսկ այս պահին փորձում եք ոգևորել մեզ, որ չշփոթվենք, խոսենք գրագետ ու խելացի։ Դուք դրանից ավելի եք ուրախանում եւ ոչ միայն այն բանի համար, որ այս խոսքերը ձեզ է ուղված, այլ նրա, որ մենք մեծացել ու դարձել ենք ահա այսպիսին։ Ուրեմն ի պատասխան դրա, ընդունեք մեր խոնարհումն ու սերը ձեզ։ Սիրելի ընկեր Մամիկոնյան, այսօրը մի առանձնահատուկ խորհուրդ ունի նաև ձեզ համար։ Մենք ձեր առաջին դասարանցիներն էինք ու դարձանք ձեր առաջին շրջանավարտները։ Շնորհակալ ենք, որ մեր դպրոցական կյանքը պարզապես սովորելու գործընթաց չդարձրիք, այլ այն լցրիք հոգատարությամբ, ջերմությամբ եւ անմոռանալի պահերով։ Դուք մեզ համար միայն ուսուցիչ չեք եղել, այլ նաև ծնող, ընկեր եւ խորհրդատու, ովքեր միշտ պատրաստ են աջակցել, լսել եւ ուղղորդել։ Սիրելի ընկեր Բոյաջան, ձեր շնորհիվ մենք ոչ միայն ձեռք բերեցինք գիտելիքներ, այլև սովորեցինք լինել ավելի համբերատար, ուժեղ ու պատասխանատու։ Ձեր տված դասերը դուրս են գալիս դասագրքերի սահմաններից, որոնք մեզ համար կարևոր դասեր են եւ մեզ կուղղորդեն միշտ։ I thank you, Taletsa, et attends, j'ai une lune. Սիրելի ընկեր Եղուրջան, ձեր աշխատանքը արվեստ է, որտեղ համադրում են նոտաների նրբությունը, գիտելիքի խորությունը եւ ծնողական հոգատարությունը։ Թող ձեր աշակերտները լինեն ձեր ամենագեղեցիկ ստեղծագործությունները, իսկ ձեր ամեն օր լցված բարությամբ, ուրախությամբ ու սիրով։ Մենասահման համբերատար ընկեր Նահապետյան, դուք մեր դասարանի հոգին եք։ Մարդ, ով ոչ միայն սովորեցրել, այլև կրթել է անհատներ, ուղղորդել որպես առաջնորդ եւ եղել է մեր համար լավ ընկեր։ Ձեր շնորհիվ մենք հասկացանք, որ պարտությունը դաս է, հաղթանակը համառության պարգև, իսկ ամեն մի օրը նոր հնարավորություն ավելի լավը դառնալու համար։ Շնորհակալ ենք ձեր համբերության, սիրո եւ անսահման մեծ սրտի համար։ Սիրելի ընկեր Մալքեյան, դուք մեզ սովորեցրիք սիրել մեր մայրենի լեզուն, հասկանալ ցանկացած ստեղծագործության բովանդակությունը, վերագրելով այն սեփական կյանքին։ Ձեր դասավանդած առարկան մեզ սովորեցրեց, որ մարդը կարող է փոխվել, ինչպես քաոսում փոխվեց Միքայելը։ Սիրելի ընկեր Ասատրյան, դուք սովորեցրիք, որ ինչքան էլ դժվար ու անանցանելի թվաղին, ձգտելով կարելի է հասնել այդ բաղձալի վերևին, ինչպես հասավ ես եւ Նահի Անտոնյան։ Շնորհակալություն մեզ գրաճանաչից, բանիմաց դարձնելու համար։ Համար իսկես համար, ծաղիքներ կբերեմ անհամար, համար իսկես համար։ Այսօր դու գալացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անթերի է չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում, ամենաթանկներ, այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս, ու ցանկալի համբույր գուցե ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին։
կեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս ապագա ճանապարհի կաչն առաջին Սան է այս վերջին La 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 Սան է վերջին La 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 Սիրելի ընկեր Տավեան, ձեր դասերն ապացուցեցին, որ մաթեմատիկան միայն թվեր ու բանաձևեր չեն, այլ կյանքի դժվարին խնդիրները լուծելու հմտություն։ Սիրելի ընկեր Սխլյան, մաթեմատիկան մեզ համար երբեմն թվացել է բարդ ու անծանոթ մի աշխարհ, բայց դուք այն վերածեցիք հետաքրքիր գլխկոտրուկի։ Շնորհակալություն անհնարինը հնարավոր դարձնելու, հավատն շնչելու համար։ Սիրելի ընկեր Զազյան, դուք մեզ տեղափոխեցիք անցյալի խորքերը, ցույց տվեցիք մեր ազգային արմատները, ծանոթացրիք անցյալի հերոսներին, դրանով իսկ հասկացնելով, որ պատմությունը ոչ միայն անցյալ է, այլև մեր ապագայի հիմքը։ Սիրելի ընկեր Ստեփանյան, դուք մեզ սովորեցիք, որ Արցախը եւ Արարատը վերադարձելը մեր գլխավոր պարտականությունն է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելը եւ մեղավորներին պատժելը յուրաքանչյուր հայի առաջնային նպատակն է։ Շնորհակալություն մեզ ազգային ինքնագիտակցություն տալու համար։ Հիշում անցած
Սիրելի ընկեր Գարսյանցյան, դուք մեր առջև բացեցիք աշխարհի դռները նոր լեզուների միջոցով։ Ձեր շնորհիվ մենք սովորեցինք հաղորդակցվել, հասկանալ տարբեր մշակույթների միջև եղած նրբությունները։ Ամենակարևորը աչքով անտեսանելի է։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են, որ իրական արժեքները, սերը, բարությունը եւ հավատարմությունը տեսանելի չեն արտաքին տեսքով, այլ զգացվում են միայն սրտով։ Wohin die Reise geht, kleiner Prinz mit Fantasie. Սիրելի Լիլիթ Ստեփանովնա, դուք ոչ միայն տաղանդավոր ուսուցչուհի եք, այլև ճշմարիտ գեղեցկություն, որը հմայք եւ նրբագեղություն է բերում դասասենյակին։ Սիրելի ընկեր Վարդանյան, ձեր հանձնարարած Եվգենյանի գինի պոեմը սովորեցրեց, որ կյանքում չպետք է տրվել հույզերին եւ ընդունել գիտակցված որոշումներ։ Շնորհակալություն, որ ոչ միայն դասավանդել եք, այլ ներշնչել, որ ամեն բառ ունի իր հմայքն ու արժեքը։ Սիրելի ընկեր Տեպոյան, ձեր շնորհիվ ռուսաց լեզուն մեզ համար դարձել է ոչ միայն գիտելիք, այլև մի ամբողջ աշխարհ՝ լի գեղեցկությամբ, մշակույթով ու նոր բացահայտումներով։ Սիրելի ընկեր Սալնազարյան, ձեր դասերի միջոցով ոչ միայն սովորեցինք կարդալ, գրել ու խոսել ռուսերեն, այլ բացահայտեցինք մի ամբողջ աշխարհ։ Դոստոևսկու խորը փիլիսոփայությունից մինչև Պուշկինի պոեզիայի կախարդանքը։ Спасибо за вашу усердную работу. Спасибо, что со мной, родная. Ты мой цветок земного рая. اسم غریب بلبلی پس دم اسکه غپسی نمان ارسد دی وودیت باکه انسکاز پیاندازی نمان یار کزیت خوزی موزون شاهی التمازی نمان acayip surati deriz rangate gulgazی نمان Ես քողի մետն աչին գիրի ջավահի քարին մանիս Ես քողի մետն աչին գիրի ջավահի քարին մանիս Տեսնողին մեզ դու դուշից լելուլի դա Սիրելի ընկեր Վահանյան, դուք մեզ սովորեցրիք, որ գիտելիքը ոչ միայն գրքերում է, այլև ամեն ինչում, ինչ շրջապատում է մեզ, ամեն տերևի թրթիռում,
ամեն բջի ներսում եւ նույնիսկ մեր շնչառության մեջ։ Ձեր դասերն ապացուցեցին, որ կյանքը հրաշք է, եւ մենք պետք է սովորենք հարգել ու սիրել այն։ Սովորեցրիք, որ առանց բջջի կամ ավելի շուտ առանց բջջի սահմանման իմաստության կյանք չկա։ Շնորհակալություն ձեր համբերության, հոգատարության եւ մեզ դեպի նոր գիտելիքներ առաջնորդելու համար։ Լեննականիս մայլեքը, որքոննա ես փայլեգը։ Սիրելի ընկեր Մամիկոնյան, դուք մեզ ցույց տվեցիք, թե ինչպես է ամեն ինչ փոխկապակցված, ինչպես են պարզ տարրերը ձևավորում բարդնյութեր եւ ինչպես կարելի է հասկանալ աշխարհի խորությունը, ուսումնասիրելով նրա մոլեկուլային կառուցվածքը։ Շնորհակալություն մեզ գիտության հանդեպ սեր ներարկելու համար։ Սիրելի ընկեր Օրտանյան, դուք մեզ սովորեցրիք, որ ֆիզիկան պարզապես բանաձևերի ու հաշվարկների գիտություն չէ, այլ կյանքն ու տեսակն հասկանալու բանալին։ Ձեր տված դասերը մեզ սովորեցրին, թե ինչպես է ամեն ինչ շարժվում, փոխազդում ու փոխակերպվում։ Տեսանք անհնարինը, թե ինչպես կարող է արևի փոխարեն դասարանում մեր բարձրաձեռքերը մայր մտնել։ Շնորհակալություն մեզ մտածելու, հետազոտելու եւ ամեն ինչին գիտական հայացքով նայելու սովորություն տալու համար։ Այն ամոթիր տեսքես հանդիպեցի ես, ու սիրտը իմ դողաց, աչքերը շողաց։ Բարև ու ոնց եք։ Բացակա ունեք։ Շացել եմ ես արդեն, իմ սխալը ոնց հարթել։ Դասը սովորել եք։ Իսկ ինչու։ Ներիր։ Լավ, անցնենք առաջ։ Մեր այսօրվա դասը։ Բարև ձեզ։ Բացակա ունեք։ Խաչիկը, հաչիկը, քաչիկը։ Հատմիներ, նարինե և կարինե։
Վերջին Մարիամն եմ ես, վերջին մաթեմատիկա դպրոցի։ Ես եմ արդյոք թե 10 քեզ, տանջում չքնաղ ուսուցիչ։ Ապրես, հաջորդը Վալենտինա։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Մայթյանի մեջ տղաների երկուսները ոնց են շարել այս ձեռքերը, ու սեղանին ոնց են զարկել այս ձեռքերը, ցուցապայտով ոնց են խփել այս ձեռքերը, ու սուշչոուս կավիճոտված ձեռքերը։ Ապրես, հաջորդը Սեդա։ Ես իմ սիրուն Սերոփյանի կրունկների ձայնն եմ սիրում։ Երբ մտնում են նա դասարան, նրա չափող դեմքն եմ սիրում, ու երբ դասից ուշանում եմ, նրա ջղայն ձայնն եմ սիրում։ Ընկեր Նահաբեդյան, Ասա։ կեղնի ես եկուս 10-ի չգամ։ Այ տղա, ավտոմատ ռեժիմից դուրս արի, վաղը շաբաթ է։ Բե կեղնի մենք այսօր դասարանով 10-ից փախնենք։ Մարդ էդքան եսասերու էգոիստ չի լինի, մյուսների մասին էլ մտածեք, 11-երին էլ ձեր հետ տարեք։ Կգանանք և հուշ կդառնանք, մեր դպրոցին մենք կարող կմհանանք, հուշերն ամորած, կսանք մեն հանգած, կհերանանք, կգանանք մենք հուզված։ Հարգելի ընկեր Մարգարյան, դուք օգնեցիք մեզ հասկանալ, որ նզրվա առարկան ոչ միայն ռազմիկի գիտելիքն է, այլ բոլորիս իրավունքներն ու պարտականությունները պաշտպանելու դիտակցությունը։ Ձեր դասը ոչ միայն ֆիզիկական ու շեմարտական ընթերցումներ են տվել, այլև սերմանել արգան, արտադրություն և անձնական անվտանգության կարևորություն։ Շնորհակալություն մեզ համար ողջունեք ու հասկացող ուսուցիչ լինելու համար։ Մեր թերը միշտ ամուր են, սուր են, և որ իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանը։ Դուք մեզ սովորեցրիք, որ ինֆորմատիկան ոչ միայն տեխնիկական գիտելիք է, այլև միտք և ստեղծագործությունը բացահայտելու միջոցով լուծումներ գտնելու կարողություն։ Սիրելի ընկեր Ներսեսյան, ձեր դասերը մեզ ոչ միայն սովորեցրին աշխատել համակարգիչների և ծրագրերի հետ, այլև բացահայտեցին այդ աշխարհի բարդություններն ու անսահման հնարավորությունները։ Ձեր շնորհիվ ինֆորմատիկան դառնում է ոչ միայն գիտություն, այլև մի աշխարհ, որտեղ ամեն հարց ունի պատասխան և ամեն խնդրի լուծում իր գաղտնիքը։ Շնորհակալություն մեզ նոր հեռանկարներ բացելու համար թվային տեխնոլոգիաների և գիտելիքների միջոցով։ Նոթբուք, պլանշետ, արագ, ինտերնետ, իմ կյանքը հավետ, կապել եմ ձեզ հետ։ Հարգելի ընկեր Մուրադյան, դուք մեզ սովորեցրիք առողջ ապրելակերպի կարևորությունը և շարժման ուժը։ Սովորեցրիք լինել ուժեղ ոչ միայն մարմնով, այլ նաև մտքով և հոգով։ Շնորհակալություն ձեր ջանքերի և հոգատարության համար։ Հարգելի ընկեր Ստեփանյան, ձեր հումորները դարձել է մեր ֆիզկուլտուրայի դասընթացի անբաժան մասնիկը։ Ձեր տված գիտելիքները հնարավորություն տվեցին մեր տղաներին 12 տարվա ընթացքում ձեռք բերելու մեր միակ պատվոգիրը։ Սիրելի ընկեր Հարությունյան,
Ձեր դասընթացները մեր դպրոցական կյանքի վերջին տարին դարձրին ավելի հետաքրքիր։ Չնայած որ չհասցրինք նույնիսկ մեր անունները հիշել մեր պարապմունքների պատճառով։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորեցրիք լինել ուժեղ, բայց միևնույն ժամանակ վայելել յուրաքանչյուր պահը։ This time for Africa. Բալուի խորթաները, խորոտ են աղջիկները, խորոտ են աղջիկները Բալուի խորթաները, խորոտ են աղջիկները, խորոտ են աղջիկները Տավուր զուրնակազարն են իրանքի նախաղերը Տավուր զուրնակազարն են իրանքի նախաղերը Նվագեցեք լասվարին, թոխաղան նարին նարին Թոխաղան նարին նարին, հայ նարին 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 Նվագեցեք լասվարին, հայ նարին 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 Նվագեցեք լասվարին Սիրելի ընկեր Օրդանյան, ձեր օգնությամբ մենք ոչ միայն սովորել ենք, այլ յուրացրել կարևոր հմտություններ, կարելու, պատրաստելու եւ ստեղծելու արվեստը։ Շնորհակալ ենք ձեր անմնացորդ աշխատանքի եւ մեզ նոր տաղանդներ բացահայտելու համար։ Սիրելի ընկեր Մարկոսյան, չնայած նրան, որ ձեր մեզ դասավանդելու ժամանակ դեռ երեխա ենք, միևնույն է, կարոտով ու երանությամբ ենք հիշում այդ օրերը, ձեր կատակներն ու խմբային երգերը, ձեր անսահման երաժշտական տաղանդը լուսավորել է մեր մանկական հոգիները, շնորհակալություն մեր մանկությունը երաժշտությամբ լցնելու համար։ Սիրելի ընկեր Համբարձումյան, դուք մեզ սովորեցիք, որ գրադարանը ոչ միայն ուսման վայր է, այլ նաև անկյուն, որտեղ բացահայտում ենք հորիզոններ, գտնում պատասխաններ ու բացում նոր էջեր մեր կյանքում։ Դուք մեզ սովորեցիք, որ ամեն գիրք իր մեջ մի ամբողջ աշխարհ է պարունակում եւ ուղղորդեցիք ճիշտ ճանապարհով դրանք բացահայտելու։ Շնորհակալ ենք ձեր անսահման սիրո, հոգատարության ու ջերմության համար։ Սիրելի ընկեր Չարչյան, նաև հայտնում ենք շնորհակալություն ձեզ, ձեր նվիրվածության եւ անսահման հոգատարության եւ ձեր կատարած աշխատանքի համար։ La bohème, ça voulait dire on est heureux. Այս տարիների ընթացքում մենք դարձել ենք ավելին, քան պարզապես դասընկերներ։ Մենք միասին ենք մեծացել, միասին սովորել, սխալվել, հաղթահարել, ծիծաղել ու երազել։ Մենք դարձել ենք ընտանիք առանց ազգակցական կապի, այլ բաց սրտով։ Դասամիջոցների ճչացող ծիծաղները, վերջին րոպեին սովորած դասերը, գաղտնի հաղորդագրությունները փոխանցված թեթրի տակով։ Այդ բոլոր մանրուքները այսօր դառնում են անսահման թանկ հիշողություններ։ Չկան օրերը մանկության, բայց կա հուշերը հին, ու ես ու դու իրար կողքին, կանգնած ենք տես կրկին, չկան փոշոտ թաղերը էլ,
հուշերը կարոտած հպարտ եմ որ ունեմ քեզ է ճանապարհ անցած ընկեր իմ հինարերի ամենաբարի միշտ հավատալի ընկեր սիրտը տանտերի արատ ու բերի ընկեր արսում են տարիներ գնում բայց մեկ է մեր սրտում ընկեր դու կաս ինչ է լինի ընկեր ես դու մնում չկա ոչինչ որ բաժանի գործնի հավատը դարձանք իրար մենք արժանի իմ հին ու լավ ընկեր իմ հին օրերի ամենաբարի միշտ հավատալի ընկեր սիրտը տանտերի արատ ու բերի ընկեր իմ հին օրերի ամենաբարի միշտ հավատալի ընկեր սիրտը տանտերի արատ ու բերի ընկեր Այսօր մեր վերջին զանգի օրը մենք ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր ստերն ունեցել մեր դպրոցական կյանքում, հաճախ անտեսանելի, բայց միշտ կարևոր։ Նրանց, ովքեր ապահովել են մեզ մաքուր ու հարմարավետ միջավայրով։ Նրանց, ովքեր պատրաստել են համեղ ու օգտակար ուտեստներ, ովքեր ղեկավարել են մեր դպրոցի տեխնիկական մասը։ Մեր բուժքրոջը, ով ոչ միայն բուժել է մեր փոքրիկ վերքերը, այլ նաև տվել է ջերմություն, որն ավելին է, քան պարզապես դեղամիջոցը։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մանկավարժական այն անձնակազմին, ովքեր իրենց նվիրումով եւ հոգատարությամբ աջակցել են սաների կրթությանը եւ դաստիարակությանը։ Ձեր մասնագիտական աջակցությունը, ձեր վերաբերմունքը եւ հետեւողականությունն իրենց անգնահատելի դերն են ունեցել յուրաքանչյուր սովորողի կայացման ճանապարհին։ Հարգելի ընկեր Քերոբյան, չնայած այսօր ձեր դպրոցում ներկա չլինելուն, ձեր անսահման ջանքերը միշտ կմնան մեր հուշերում։ Ձեր կատարած աշխատանքը դպրոցի զարգացման գործում անգնահատելի է։ Սիրելի ընկեր Սերոբյան, ձեր ուշադրությունը մեր հանդեպ չափազանց մեծ է։ Դուք կարողանում եք ձեր դասանում լինելու 1 րոպեի ընթացքում ֆիքսել բոլոր աշակերտների հանդերձանքը։ Ձեր անսահման սերը ստիպեց մեզ զգալ աշակերտ եւ վայելել այսքան հարազատ դարձած դպրոցական տարիները։ Ներկա, բացակա, ներում բերում չկա, ոչ ոք ուշացած, հանկար դպրոց չկա։ Ամեն, մենք չենք մոռացել, որ դուք մեզ մեկ վարժակ սուրճ եք վատ, իսկ մենք ձեզ մեկ դուք լիտերով բամանյակա։ Առասպես շվածը կգեսերով Աշիկանիկ է որի Հարգելի ընկեր Գրիգորյան, ձեր կազմակերպած միջոցառումները զարդարում են դպրոցական բեմը, այն դարձնում ավելի հայկական, մշակույթային։ Դրանք երեխաների մեջ սերմանում են ազգայինը, հայտնաբերում նոր տաղանդներ դպրոցական աշակերտների մեջ։ Իսկ ձեր խստությունը մեզ ստիպեց լինել ավելի զգոն եւ ուշադիր լինել մեր բոլոր քայլերին։ Քայլ առաջ, քայլեցի տակ, քայլեցի տակ, քայլեցի տակ։ Սիրելի ընկեր Սևոյան, դուք ոչ միայն ղեկավար եք, այլև բարի ընկեր, աջակցող ուսուցիչ ու վստահելի խորհրդատու։ Ձեր յուրաքանչյուր խոսքը հարստացնում է մեզ։ Ձեր խորհուրդներն առաջնորդում, իսկ անկոտրում կամքը ուժ ու համախմբվածություն պարգևում։ Թող ձեր ջանքերը միշտ արդյունավետ լինեն։ Թող ձեր կյանքը լցվի առողջությամբ, երջանկությամբ եւ անսահման ուրախությամբ։ Շնորհակալություն, որ քաջությամբ, խելամիտ մոտեցմամբ ու սրտի ճշմարտությամբ ուղղորդում եք մեզ, դառնալով մեր կյանքի եւ հաջողությունների կարևոր խթանը։ Ես շատ սիրում եմ, շատ պատժում ես։ Հարգելի հյուրեր, վերջում լռություն պահպանենք։
Շնորհակալություն ենք հայտնում նաև ընկեր Գևորգյանին եւ ընկեր Կարապետյանին։ Նրանց նվիրվածությունը, անսպառ աշխատասիրությունը եւ բարությունը դարձան հիմնակարեր, որոնք այսօր պահում են դպրոցի շունչն ու արժեքները։ Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեզ հետ։ Հարգելի ընկեր Մամիկոնյան, դուք միշտ օրինակ եք, թե ինչպես պետք է լինել ուժեղ, արտար եւ համբերատար։ Ձեր ղեկավարությամբ դպրոցը դարձել է մի ընտանիք, որտեղ արժեքներն ու համախմբվածությունը առաջնային տեղ ունեն։ Դպրոցը մեզ համար եղել է ոչ միայն սովորելու, այլև մեծանալու, մտածել, կարողանալու եւ արժանապատվություն կերտելու վայր։ Դուք ոչ միայն լուծում եք առօրյա խնդիրները, այլև ապագայի հեռանկարը, օգնելով մեզ հասկանալ մեր ուժեղ կողմերն ու կարողությունները։ Այսօր մենք պատրաստվում ենք լքել դպրոցը, բայց ձեր տված արժեքներն ու սովորությունները կտանենք մեզ հետ դեպի նոր կյանքի փուլ։ Շնորհակալություն, որ մշտապես բարելավում եք մեր դպրոցն ու կրթական միջավայրը։ Դպրոցական ճանապարհը մոտենում է ավարտին, ցանկանում ենք ամբողջ դասարանի անունից խորին երախտագիտություն հայտնել ձեզ, մեր սիրելի մայրիկներ։ Դուք եք եղել մեր առաջին ուղեկիցները։ Ձեզնից ենք սովորել սիրել, հավատալ, պայքարել ու երբեք չհանձնվել։ Ձեր հոգատարությամբ, համբերությամբ ու անսահման սիրով օգնեցիք անցնել այս տարիները, կանգնելով մեր կողքին թե ուրախ, թե դժվար պահերին։ Դուք եք մեր առաջին ուսուցիչները, մեր ամենամեծ աջակցությունը։ Ձեր աչքերում ենք տեսել հավատը մեր հնարավորությունների նկատմամբ, ձեր խոսքով ոգեշնչվել, ձեր սիրով ուժ ստացել։ Այսօրվա մեր փոքրիկ հաղթանակը վերջին զանգի օրը, ձեր մեծ ներդրման արդյունքն է։ Շնորհակալ ենք ձեզ ամեն բանի համար, սիրում ենք ձեզ ամբողջ սրտով եւ խոստանում, արժանի կլինենք ձեր արած ամեն մի ջանքին։ Mamma, mamma, che siruma vabbeggiar, inserti valgarume, simmareka kuiken. Ջերմ շփտում ենք մենք իրար, մեր մեջ հուշերն են նույն բար, ուրախ տխուր նույն խոհերը, իսկ շուրջը տակ հայացքներ են, դեպքեր են այնքան հարազատ, մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներից մեր օրեր, ու լուսավոր տարիներ, մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներից մեր օրեր, ու լուսավոր տարիներ։ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր, այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլափեր, և սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան, այսօր հրաժեշտի օր է, բայց և տոն մի նոր հանդիպման, մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներից մեր օրեր, ու լուսավոր տարիներ, մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներից մեր օրեր, ու լուսավոր տարիներ։
Սիրելի ընկերներ, ապագա զինվորներ, շուտով ձեր առջև բացվելու են նոր, պատասխանատու ճանապարհ։ Դուք գնում եք պաշտպանելու այն հողը, որի վրա մեծացել եք, այն տունը, որտեղ սիրում են ձեզ, եւ այն մարդկանց, ովքեր հպարտանում են ձեզնով։ Ձեր վրա դրվելու է զինվորական մեծ պատասխանատվություն, բայց սրտում մնալու եք այն տղաները, ում ճանաչել ենք, բարի, ընկերասեր, խիզախ ու ժպտերես, սպասելու ենք ձեզ, հպարտանալ ենք ձեզնով։ Ընկեր մայորը նստած է, գործերը դեմը դրած են, 2 տարին որոշված է, վայեն կոմի դուրը բաց են, ընկեր մայորը նստած է, գործերը դեմը դրած են, 2 տարին որոշված է, Զինվոր քո ցավը տանեմ, զինվոր քո բոյին մերնեմ, զինվոր ես քո ցավը տանեմ, զինվոր ես քո ջանին մերնեմ, զինվոր ես քո ցավը տանեմ, զինվոր ես քո բոյին մերնեմ Ախի մոր աչկերը թացեն, գնալու եմ ծառայելու, 2 տարով պարտքը ստալու, վայեն կոմի դուրը բացեն, ախի մոր աչկերը թացեն, գնալու եմ ծառայելու, 2 տարով պարտքը ստալու, Զինվոր քո ցավը տանեմ, զինվոր քո բոյին մերնեմ, զինվոր ես քո ցավը տանեմ, զինվոր ես քո ջանին մերնեմ, զինվոր ես քո ցավը տանեմ, զինվոր ես քո բոյին մերնեմ Ահա եւ մոտեցավ մեր միջոցառման ավարտը։ Թող այսօրը դառնա հիշվող էջ մեր կյանքի գրքում։ Լի ջերմ հիշողություններով ու արժեքավոր դասերով։ Շնորհակալություն բոլորին, ներկայության, ներդրման եւ սրտանց վերաբերմունքի համար։ Ուզում ենք առանձնակի շնորհակալություն հայտնել նաեւ մեր հագուստի համար Լուիզ Զահավակյանին, բեմի զարդարանքի եւ ձևավորման համար ընկեր Վիկային եւ Լիլիթին։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք Տեր Միքայելին։ Իսկ միջ փոխանցելը մոռացել ենք մի կարևոր, բայց հումորի մասին։ Կներկայացնենք, թե ինչպիսի դասարան ենք եղել այս 12 տարիների ընթացքում։ Եղել է մեր դասարանը, որի վերջին զանգը պիտի լիներ 25:25-ին, բայց եղավ 24:25-ին։ Մենք եղել ենք այն դասարանը, ով կապված է 25 թվիկ է։ Նույնիսկ մեր դասակի դպրոցում աշխատելու 25-րդ տարին է եղանում։ Եղել ենք այն դասարանը, որ էքսկուրսիան առաջին անգամ անցկացրեց Վրաստանում ու հետ գալուց մնաց անցակետում։ Մենք եղել ենք այս դասարանը, որ վերջին
տարին անցկացրեց 3.5 պատերի ներսում։ Մեր դասարանը, որ միշտ օգնել ենք սրապոպարին։ Սրապոպար, մեր փողերը և բդի դաս։ Մենք եղել ենք են դասարանը, ում համար կարևոր չի թե էքսկուրսիան որտեղ կլինի, կարևորը դինամիկ ունենանք։ Մենք եղել ենք են դասարանը, որ քայլերով փոխարեն թեմ բարձրացանք մեքենայով։ Մենք եղել ենք են դասարանը, որի վերջին զանգին սպասել են բոլորը։ Եվ վերջապես մենք կլինենք այն դասարանը, որի երբեք չենք մոռանա։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք Տեր Միքայելին։ Եք սիրելներ, ամեն ինչ առաջ բարք տանգերոջ աղոտկովոտ կիգանքնենք։ Անհոր և որդվո և ոգույն սրբո ամեն։ Հայր մեր, որ հերգինս ես, սուրբ եղեցի անունքո, եղեցի արկայությունքո, եղեցի գամքո, որպես հերգինս է վերգրի, սաց մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես էր մենք թողունք մերոց բարդաբանաչ, և միդանից մեզի փորձություն, այլ բրգյաս մեզի չարե, զիգո արկայություն և զորություն և պարք հավիդյանս ամեն։ Բահբանիչ և սավադացելոց Քրիստոս ասված մեր, բահյա բադսպարյաս ժողովուրդս, զնոսը զևզաշագերդս և զդոնորությունս, ընտովանիավ սուրպ և բադվագան խաչի խաղությամբ, բրգե հերևել և աներևույթ շանվույն, արժանավոր յակոթյան պարավորս կեզ, ընթոր և ընցրպոք վույթ, աժմ և միշտ հավիդյանս հավիդեից ամեն, հրամեցեք։ Ողջույն սիրել ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս, հատկապես այս տարվա 2025 թվականի շրջանավարտներին։ Բոլորիդ մաղթում եմ, ցանկանում եմ առողջություն և խաղաղություն։ Վահատուկ 12 տարիներ անցկացրեցիք, գիտելիքներ ավելացնելով, սովորելով լեզուներ և ամեն մի բան, որ պետք ունեք, ձեզ հայ դպրոցը տվեց։ Իմ հասավ բահը, որ դուք ձեր կյանքի առաջ պիտի անեք ընտրություններ ասպարեզի։ Թե ինչ պիտի ընտրեք, ինչ պիտի սովորեք համալսարանում և պիտի սկսեք աշխատանքի։ Այո, կարող է լսեք, աչից ծախից համոզվեք, մի ասպարեզ, որ ձեր հետ ալ կհարմարվի, սա մի լավ դարբերակ է։ Երկրորդ դարբերակը կարող է դուք էմոցիոնալ զգայարանքներով, զգացումով համոզվեցիք և պիտի սկսեք որոշում։ Բայց այս երկուսից ավելի կարևոր մի բան կա, որ ձեզ այսօր ամենակարևորն է։ Իմաստություն։ Ձեզ հիմա պետք է ձեր առաջին կյանքի քայլը ունենաք իմաստություն։ Դա էլ կդա միայն ու միայն մեր երկնավոր Հայրը։ Դա բոլորիս գիտե լավագույնը, որովհետև եթե միշտ տարբերակներով շարժվեք, սիրելիներ, կարող է մի օր հուսախաբ մնաք, Աստված չլինի, բայց կարող է։ Բայց երրորդ դարբերակը, որ Աստվածային իմաստությունը ձեր կյանքի մեջ կմտնե, ձեր մտքերը կբացվեն, այո, կլինեք հաջող հայ քրիստոնյա մարդ, ամենակարևորը։ Դրա համար իմ աղոթքս եւ հորդորն էր ձեր բոլորիդ, երեկոյան նախքան ձեր կնանալը, խնդրեք հորից իմաստություն եւ առավոտ որ գարտնանաք շուտ ակնկալեք որ Աստված յուրաքանչյուրիդ բացե միտքը եւ պիտա ձեր պահանջը ձեր անգերց պատասխանը այնպես որ աղոթում ենք Աստված յուրաքանչյուրիդ համար որովհետեւ կարողանաք ճիշտ ընտրությամբ կյանք անցկացնեք նաեւ սիրելներ ճիշտ է կյանքը քաղաքներ երկիրներ ձեզ կհրաբուրեն բայց միշտ հիշեք հայ դպրոցը ձեր ուսուցիչները ձեր դնորենությունը ձեր եկեղեցին այդ որ ձեր բաբերը աշխատեցան դարաբեցին բայկար դարեցին հաստատելով հայ դպրոց հայ մշակույթ եւ հայ եկեղեցի սա գլինեք ձեր իշխողության մեջ ինչպես որ այսօր ձեր պիտի մնա իշխողության մեջ որպես երազ իմ խնդրանքս է բոլորիդ հաստատվեք ձեր համայնքի մեջ պանիկում որովհետև դրանից լավագույն տեղ չկա, որ կպահեք ձեր հայ ընտանիքի սրբությունը։ Ինչպես նաև կրկին անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ դոնորենության ուսուցիչներին,
որովհետև դուք բադահական չեք ընտրած այս մասնագիտությունը, բադահական չէ, որովհետև այս մասնագիտությունը ամեն ինչ առաջ կպահանջի զոհողություն, եւ դուք ընտրել եք մի ասպարեզ, հայ դպրոցի մեջ աշխատել, սերունդներ պատրաստել, դա էլ հիմնված լինելով զոհողության, այնպես որ աղոթում ենք յուրաքանչյուրի տարածված ձեր ընտանիքներում խաղաղություն, համբերություն, որովհետև ձեր ուսերին վրա կա մեծ բարդականություն։ Հայ դպրոց նշանակում է ասկի, մեր հայ ասկի հիմքը հայ եկեղեցու հետ։ Գրգին անգամ երրորդ տնապետին ասեմ շնորհակալություն Մաշտոց վարդապետին, որ քիր ու քրագանությունը հիմնեց, հաստատեց եւ այսօր առողջ լավ ձեռքերում է։ Աղոթում եմ բոլորիդ, որպեսզի կարողանաք ձեր առաքելությունը կատարել։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Փոխանցում ենք դպրոցի տնօրեն պարոն Մամիկոնյանին։ Հարգելի հյուրեր, սիրելի ծնողներ, մանկավարժներ, աշակերտներ, ողջունում եմ բոլորիդ։ Ճիշտն ասած, այսօր Մարզպետարանից պետք է ներկայացուցիչ կար Մարզպետի ուղերձը կարդալու համար, բայց չժամանեց ես փորձեմ կարդալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ուղերձը վերջի դասի առթիվ։ Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա վերջի դասի առթիվ։ Ավարտվեց եւս մեկ ուսումնական տարի, լի վառ գունեղ հիշողություններով, ուրախ եւ տխուր պահերով։ Թեև հիմնական դպրոցին հրաժեշտ տվող աշակերտները դեռ վայելելու են դպրոցական կյանքի վերջի տարիները, ավակ ու միջնակարգ դպրոցի ավարտող շրջանավարտների համար այն նոր կյանքի սկիզբ է ազդարարում, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը անելիք եւ ասելիք ունի։ Այսօր ուսումնական տարվա ավարտը ձեզ համար առանձնահատուկ ու անմոռանալի է, քանի որ այսօր մի նոր էջ է բացվում, մանկությունից անցում ենք կատարում դեպի հասուն կյանք եւ պետք է կարեւոր որոշում կայացնեք։ Խոսքը մասնագիտական ընտրության մասին է։ Լիահույս եմ դպրոցական տարիների սիրելի ուսուցիչների ամենածորդ նվիրումի շնորհիվ կարողացել եք այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ կուտակել, որ ճիշտ կկողմնորոշվեք եւ հաստատուն քայլերով առաջ կգնաք ողջ կյանքում։ Համոզված եմ, նրանք ձեզանից յուրաքանչյուրին փոխանցել են գիտելիք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայաց ու կենսակերպ, որոնք զարգացնելու եք կյանքի հաջորդ շրջափուլերում։ Բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, երազանքների իրականացման անխոչնդոտ ճանապարհ։ Ձեզ բարի երթ, հարգանքով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։ Իսկ հիմա իմ խոսքը մեր սիրելի շրջանավարտներին։ Փանիկի միջնակարգ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա սիրելի շրջանավարտներ։ Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցը ավարտելու խորհրդանշական այսօրվա առթիվ։ Այսօր դուք հրաշեշտ եք տալիս ձեր ջերմ ու հարազատ դարձած դպրոցին, հարգելի եւ սիրելի ուսուցիչներին։ Դպրոցական տարիները անցնում են մի ակնթարթի նման, անմոռանալի հիշողություն ու մնայուն հետք թողնելով բոլորիդ կյանքում։ Այդ տարիները կրթվելու, սիրելու, երազելու, կյանքն ու մարդկանց ճանաչելու, ինչու՞ չէ նաև ինքնաճանաչման տարիներ են։ Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Փանիկի միջնակարգ դպրոցի սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ դարձած կրտօջախին, ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցկացրել եք ձեր մանկության ու պատանեկության լուսավոր օրերը, լի վառ երազներով ու նպատակներով։ Ձեր համար այսօրը ավելի քան պարտավորեցնող ու պատասխանատու է, քանի որ նոր կյանք եք մտնում, որտեղ առավել առանցքային որոշում եք կայացնելու, մասնագիտություն եք ընտրելու։ Հիշենք պարզ ճշմարտություն, կայուն ու հիմնարար գիտելիքը լուսավոր ապագայի ամենամեծ երաշխիքն է։
Ուզում եմ հավատակ, որ ձեզանից յուրաքանչյուրը առաքելություն ունի այս կյանքում։ Բանիմաց ու գրակետ մասնակետ լինելուց զատ շատ կարևոր է լինել լավ մարդ ու հայրենասեր քաղաքացի։ Հարգելի մանկավարժներ, գիտեմ, որ այսօր ձեր ոգում միախառնվել է հուզմունքն ու պատասխանատվության զգացմունքը դպրոցից հեռացող ձեր աշակերտների համար։ Վստահ եղեք, ձեր բարդ ու հարգանքի խոնարհումի արժանի աշխատանքի արդյունքում մենք ունենք հիանալի սերունդ։ Շարունակեք նույն ոգով եւ ջերմեռանդությամբ կատարել սերունդներ կրտելու ձեր առաքելությունը։ Իսկ հիմա անդրադառնանք մեր տղաներին, ովքեր մեկ ամսից կամ մի քանի ամսից համալրելու են մեր զինված ուժերի շարքերը։ Սիրելի տղաներ, դպրոցի տնօրինությունը եւ ամբողջ ազնագազմը բարի ծառայություն է մաղթում իր շրջանավարտներին։ Մենք հավատացած ենք, որ կկատարեք ձեր վրա դրված պատասխանատվությունը եւ պարտականությունները եւ փառքով ու պատվով կվերադառնաք ձեր օջախները։ Ձեզ բարի ծառայություն եւ խաղաղ երկինք։ Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա արդիվ։ Մաղթում եմ բոլորիդ բարի երթ, կանանց ճանապարհ, մեծ կյանք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ուրեմն նաև օգտվելով առիթից, հարգելի հյուրեր, սիրելի ծնողներ, աշակերտներ, այսօրվա տոնական օրը ուզում եմ մի փոքր պաշտոնական դարձնել։ Բոլորս գիտենք, որ մենք դպրոցական առարկայական օլիմպիադայում հաղթողներ ունենք հանրապետական փուլում։ Ես ուզում եմ Փանիկի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրել։ Դրա համար բեմ եմ հրավիրում մեր սիրելի ընկեր Սևոյանին, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալին։ Ուրեմն հանրապետական փուլում գերմաներեն առարկայից մեր 12-րդ դասարանի Անիտ Հատևոսյանը գրավել է, ավելի շուտ պարգևատրվել է 3-րդ կարգի դիպլոմով, որը կպարգևատրի Փանիկի միջնակարգ դպրոցի պատվոգրով ընկեր Սևոյանը։ Պատվոգիրը տրվում է Փանիկի միջնակարգ դպրոցի փոխակետ 12-րդ դասարանի սովորող Անի Արթուրի Թադևոսյանին գերմաներեն առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի 2-րդ կարգի դիպլոմ ստանալու համար։ Մաղթում ենք, որ սա դառնա քո հետագա հաջողությունների սկիզբը, մեկնարկը Անիջան։ Շնորհավորում ենք Անի ջան, ապրես։ Պարգևատրվում է Փանիկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Հերմինե Արկադի Դավեյանը ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում 3-րդ կարգի դիպլոմ ստանալու համար։ Հերմինե ջան, քեզ ևս մաղթում ենք հետագա հաջողություններ։ Մենք հպարտանում ենք ձեզանով եւ բազմապատվեք, տասնապատվեք այս դիպլոմակիր սովորողները մեր։ Նաև ես ուզում եմ պարգևատրել մեր ուսուցիչներին, ովքեր որ ջանք ու երանդ չեն խնայել մեր երեխաներին, հասցրել են հանրապետական փուլ, տվել են գիտելիք։ Գերմաներենի ուսուցիչ ընկեր Քուրքյան, համեցեք։ Եվ ընկեր Մարկարյան, դուք էլ համեցեք մեր համեցեք։ Պարգևատրվում են Փանիկի միջնակարգ դպրոց փոխակի գերմաներենի ուսուցչուհի Նարինե Արտուշի Քուրքյանին իր բազմավաստակ աշխատանքի մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծագույն վաստակի
Կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի եւ երկար տարիների անմնացորդ աշխատանքի համար։ Մեծ հաճույքով։ Տրվում է Փանիկի միջնակարգ դպրոց Պոակի ՆԶՊ-ի ուսուցիչ Հովհաննես Սամվելի Մարգարյանին մատաղ սերնդի դաստիարակության, սերունդներ կրթելու, դժվարին ու պատասխանատու գործը պատվով ստանձնելու, հայրենասիրությունը դպրոցում բնավորություն դարձնելու եւ անմնացորդ նվիրումի համար։ Հովհաննես, շնորհավորում եմ։ Շնորհակալություն, երկու խոսք էլ ասեմ ու կվերջացնեմ։ Ուրեմն, ինչպես միշտ Փանիկի միջնակարգ դպրոցը անտարբեր չի մնում բուհական ընդունելության քննություններից, ասեմ, որ 25 աշակերտներից այս տարի ունենք արդեն իսկ 15 աշակերտ, ովքեր որ ընդունվել են բարձրական ուսումնական հաստատություն։ Եվ ունենք Եվ ունենք նաև 3 աշակերտ, ովքեր որ էլի բարձրագույն են, բայց ներքին բուհական քննությունների են մասնակցելու։ Նաև դրա համար եմ շնորհավորում։ Մնացածը միջին մասնագիտական եւ այլ արհեստագործական ինստիտուտներ են աջակցելու։ Շնորհակալություն, շատ ապրեք աշակերտներ ջան, սիրելի շրջանավարտներ։ Եվ ուզում եմ հիշեցնեմ, որ հանրապետական դպրոցական օլիմպիադայում 3-րդ կարգի դիպլոմ ստացողները կրթության գիտության նախարարության կողմից կրթաթոշակների են արժանացել 60,000 դրամ, որը փոխանցի դպրոցը երեխաների հաշվին, իրենց հաշվի համարին։ Շնորհակալություն բոլորից հետ, ընկեր Նահապետյան, հատուկ շնորհակալություն ձեզ։ Որտեղ են գնում։ Շատ այս դժվար պայմաններում տալիս չունենալու դպրոցում, տալիս չունենալու պայմաններում, այդտեղ պայմաններում կարողացեք գեղեցիկ, լավ մշակված միջոցառում կազմակերպել, որի համար շնորհակալություն եմ հայտնում իմ կողմից եւ տնօրենության անունից։ Շնորհակալություն բոլորից։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք պարոն Մաքեյանին։ Սիրելի ներկաներ, սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ վերջի զանգի կապակցությամբ։ Իմ համար շուրջ 40 տարի եւ ավել ես այսօրը շրջանավարտներին հաջողություններ եմ ցանկացել ու միշտ այսպես սրտի դողով, որովհետեւ սա է ճիշտը ձեզ հաջողություն եմ ցանկանում ու այսօր Մամիկոնյանը որ ասեց արդեն 25-ից 15-ը արդեն բարձրական ուսումնական հաստատություն են ընդունվել, դա ողջունելի է։ Դա մանկավարժական կոլեկտիվի ծնողների եւ ձեր աշխատանքի արդյունքն է։ Սրտանց շնորհավորում եմ։ Լինեք լավագույնը ձեր մասնագիտական բնագավառում, լինեք լավագույնը մարդկության բնագավառում։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, բարի երթ։ Երկրորդը մանկավարժական կոլեկտիվին Գեր Մամիկոնյան։ Ձեզ բոլորից իրոք շնորհավորում եմ, բոլորիդ հաջողությունն է, մեր հաջողությունն է։ Այսօր եթե նայում ես Փանիկի միջնակարգ դպրոցի ուսումնական պրոցեսի արդյունքը սա է, իսկ որ հետին հայացք ես գցում, այսօր միջնակարգ դպրոցի հրապարակը եւ դպրոցը դարձել է շինարարական հրապարակ, որը դա բոլորիս արդյունքն է եւ հույս ունենանք, որ 25
26 ուսումնական տարին մենք ունենանք նոր վերանորոգված դպրոց եւ ավելի հարմարավետ ու մեր սիրելի երեխաները ավելի ըմբռնումով կմոտենան ուսումնական process-ին։ Ձեզ նորից շնորհավորում եմ, սիրելի մանկավարժներ, ձեզ հաջողություն, ձեր պատվաբեր աշխատանքի երբեք չընկճվեք, որովհետև ձեր աշխատանքի արդյունքը սա է։ Մենք բոլորս գիտենք, այս սա է։ Առաջի զանգ եւ վերջին զանգ, բարի գալուս դպրոց, վերջի զանգ, սա է ձեր աշխատանքի արդյունքը։ Սրտանց շնորհավորում եմ Գեր Մամիկոնյան ձեզ, ձեր կոլեկտիվին։ Սիրելի ծնողներ, մենակով ոչ մի բան չի լինի։ Աշակերտ, դպրոց, ծնող կապը, իմ խնդրանքն է, իշքան այդ կապը լավ լինի, մենք կունենանք լավագույն երեխաները, լավագույն աշակերտները, լավագույն ուսումը։ Երբ կտրեց այդ կապը, մենք չենք ունենա։ Սա է ընդհանուրը։ Նաև շնորհավորում եմ ձեզ այսօրվա համար, նաև այստեղ տեսնում եմ նաև ավելի շատ պապիկ տատիկներն են ուրախացած, քան թե ծնողները, սիրելի պապիկ տատիկներ, նաև ձեզ եմ շնորհավորում այս գեղեցիկ եւ ուսուցանող միջոցառումը կազմակերպելու համար ու հատուկ նաև Նաբեդյանը շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Այս 2 օրվա ընթացքում ես եղել եմ բազմապիսի դպրոցներում միջոցառումներին եւ ասեմ, որ հանկարծ չմտածեք թե մերն է, իմն է, դրա համար եմ ասում, լավագույն միջոցառումներից մեկն է սա աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն Գեր Նաբեդյան, որտեղ ես, նաև իր գիտամանկավարժական ու իր աշխատանքի համար։ Սիրելի երեխաներ, այսօրվա ամենամեծ ձեռքբերումը ձերն է, ձեր դասղեկի հետ։ Բարի երթ ձեզ կանաչ ճանապարհ։ Վերջի մի ցանկություն է, ասեմ, որ թող մեր երկրին խաղաղություն լինի, ինձ թվում է մենք ամեն վիճակից մեր հայազգը կարող է դուրս գալ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Սիրով բեմ ենք հրավիրում փոխտնօրեն Ընկեր Սևոյանին։ Նախապես ասեմ, որ բոլորը շատ գեղեցիկ եք, երեխեք ջան։ Սիրելի ներկաներ, հարգաժան ծնողներ, թանկագին իմ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Չեմ հիշում մի այնպիսի տոն, որը այսքան հակասական զգացողություններ կարող է ներշնչել մեզ, եւ ուրախություն, եւ թախից թևանցուկ քայլում էին այս բեմի վրայով, սիրելի երեխաներ։ Անդկատ կրկին մեր կողքով անցավ եւս 1 տարի, փորձառու տատիկի նման ասեղնագործեց ձեր հեքիաթը եւս։ Եվս 1 սերունդ ենք մենք ճանապարհում, դեպի կյանք։ Ճանապարհում ենք լի հույսերով, հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ այդպես էլ կլինի։ Ձեզանից յուրաքանչյուրը նստած ես մտածում եմ, որ գծակարգել է արդեն իր դիեզերական աշխարհը։ Այն կոչել իր անունով ու այն լցրել լույսով։ Թող այդ լույսը երբեք չմարի, միշտ վառ շողշողա ձեր կյանքի ճանապարհին։ Եթե դժվարություններ են լինելու, եթե ընկնելու եք, քավ լիցի Աստված չանի, չծնկեք, ծնկեք միայն Աստծո առաջ։ Եթե նեղվելու եք, ոչինչ, ազատությունը շատ սիրեք, բայց երբեք սանձարձակ չդառնաք, որովհետև մի ամբողջ կյանք էլ որ ապրեք, դուք մնալու եք մեր աշակերտը։ Մենք հպարտանալու ենք ձեր յուրաքանչյուր ձեռքբերումով եւ կտխրենք Աստված չանի, եթե ինչ-որ բան այն չլինի։ Սիրելիներս, մաղթում եմ, որ ձեր ուղին միշտ հաղթողի ուղի լինի, նվաճողի ուղի լինի, թող կապույտ երկինք լինի։ Ցանկանում եմ, որ ձեր ճախրը միայն արծվային լինի։ Գրկում համբուրում եմ բոլորիդ, շատ սիրում ենք բոլորիդ ու
Բեմ ենք հրավիրում փոխտնօրեն ընկեր Գրիգորյանին։ Սիրելի շրջանավարտներ, սիրելի ներկաներ, թույլ տվեք միանալ շնորհավորանքներին եւ ասել իմ սրտի խոսքը։ Քիչ առաջ նստած մի պատմություն հիշեցի, սիրելի շրջանավարտներ, կուզենայի, որ պատմեի ձեզ։ Ուրեմն մի անգամ մի աղջիկ եւ տղա գնում են Աստծո մոտ։ Աղջիկը Աստծուց խնդրում է գեղեցկություն, իսկ տղան խելք եւ իմաստնություն։ Աստված բաշխում է նրանց այդ բարիքները, իսկ երբ հեռանում են, Աստված խորում է։ Եթե չլինի երջանկություն, ում է պետք խելքն ու երջանկությունը։ Երեխեք ջան, ես ձեզ երջանկություն եմ ցանկանում, ուր էլ գնաք, ինչ էլ դառնաք, ամեն քայլի, ամեն քայլափոխի երջանիկ եղեք, ամուր եղեք, երկու ոտքերի վրա պինդ կանգնած, ուժեղ եղեք եւ երբեք մի ծնգեք, ճիշտ ասեց ընկեր Սևոյանը, եթե ծնգել, միայն Աստծո առաջ։ Ես կցանկանամ, որ դուք ամեն պահի հիշեք, որ Աստծո ընտրյալներ եք։ Բարի ճանապարհ ձեզ, Աստված ձեզ հետ։ Սիրում եմ բոլորիդ։ Ծնողների կողմից իր սրտի խոսքն է ուզում փոխանցել մեր շատ սիրելի ընկեր Թորոսյանը։ Սիրելի շրջանավարտներ, իմ սրտի խոսքն եմ ուզում ծնողական հանրության կողմից փոխանցել ձեզ։ Ձեզ համար պատասխանատու եւ շատ նշանակալից այսօրը։ Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, մեծամեծ բարձունքներ, զինվորագրվելու պատրաստ մեր տղաներին խաղաղ երկինք, խաղաղություն եւ բոլորիդ անսահման սեր ու ջերմություն։ Հարգելի ներկաներ, ծնողական հանրություն, ես ուզում եմ ձեր բոլորի անունից իմ շնորհակալության խոսքը հղել Փանիկի միջնակարգ դպրոցի տնօրինությանը, ուսուցչական սիրելի կոլեկտիվին, իրենց արած այս մեծագույն աշխատանքի համար։ Ահա ձեր առջև կանգնած են եւս մի սերունդ, որ դուք հերթական մի սերունդը ճանապարհում եք դեպի կյանք։ Դուք եւ ես ցանկանանք նրանց բոլորին բարի ճանապարհ, խաղաղ երկինք, հաջողություններ, մեծագույն նվաճումներ։ Մենք մեր երեխաներին 7 տարեկան, 12 տարի առաջ ձեռքներից բռնած բերել ենք հանձնել ձեզ։ Եվ ահա տեսեք, թե դուք ինչ եք ծարգել նրանցից։ Այդ թոթովախոս մանուկները այսօր դարձել են պատասխանատու պատանիներ եւ աղջիկներ, պատրաստ կյանքի դժվարությունները հաղթահարելու։ Դուք դասարանից դասարան, փուլ առ փուլ նրանց սովորեցրել եք, կրթել եք, տվել եք ձեր խորը ակադեմիական գիտելիքները նրանց, զինել եք այդ գիտելիքներով։ Եվ բացի գիտելիքներից ամենակարևորը, որ պիտի ասեմ, դուք նրանց դաստիարակել եք, սովորեցրել եք, թե ինչ է ընկերն ու ընկերությունը, հայրենիքն ու հայրենասիրությունը, հավատը, կրոնը, եկեղեցին իրենց կյանքում, թե ինչ է պատասխանատվությունը ընկերոջ նկատմամբ եւ պատասխանատվությունը ստանձնած աշխատանքի նկատմամբ եւ համոզված եմ, որ այդ գիտելիքները նրանց կյանքում շատ են պետք գալու։ Եվ ուզում եմ ասել, որ ձեր տված գիտելիքները անփոխարինելի են լինելու ամբողջ կյանքի ընթացքում։ Ահա ձեր առջև կանգնած են ձեր աշխատանքի արդյունքները։ Վաղվա մեր հասարակության զինվորն ու շինարարը,
բժիշկն ու գիտնականը, ուսուցիչն ու գյուղատնտեսը, նրանք մեր ապագան են, եկեք ամբողջ սրտով հաջողություններ ցանկանանք նրանց, իսկ ձեզ սիրելի մանկավարժական կոլեկտիվ, հայտնում ենք մեր ծնողների կողմից մեր խորին երախտագիտությունը, որը մի պարզ բառով ուզում եմ ձևակերպել այսպես. շնորհակալություն, շնորհակալություն։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք մեր անկրկնելի ընկեր Նահապետյանին։ Իմ շատ սիրելի երեխաներ, սիրելի հանդիսատես, իրականում շատ դժվար է այսօր ինձ համար արտահայտվելը, քանի որ հուզմունքս կրկնակի է, որպես ծնող եւ որպես իմ 25 գանձերի ծնող, շատ դժվար է այս հրաժեշտի պահը, իրականում մտածում էի, որ հուզմունք կլինի, բայց որ այս աստիճան չէի սպասում, Դժվարանում եմ արտահայտել այն բոլոր ցանկություններս, որոնք կան սրտումս։ Պարզապես կարելի է ասել հայրենում եղած են բոլոր բառերը, որ փնտրում էի, որ բառերը ընտրեմ արտահայտելու համար, լիարժեք չէին բավարարում, որ կարողանամ իմ բոլոր հույզերը, ցանկությունները, մաղթանքները հղել ձեզ։ Իմ սիրելի աշակերտներ, այս զանգը, որ այսօր հնչեց ձեզ համար, դա մի բաժանարար սահման է, դե ձեր անցյալի, ձեր մանկության և ձեր ապագայի միջև։ Անցյալի այդ վառ ու գեղեցիկ հուշերը պահեք միշտ ձեր սրտում, իսկ ապագան դեռ առջևում է, միշտ հաղթանակած, միշտ գլուխներդ բարձր, ուզում եմ, որ շարժվեք առաջ, հպարտանում եմ, որ եղել եմ ձեր դասղեկը, և չեմ ուզում իմ հպարտությունը ավարտվի միայն այս դպրոցական ձեռքբերումների արդյունքում, Ուզում եմ հպարտանալ նաև ձեր ապագա կյանքի ընթացքում ձեր ձեռք բերած բազում հաջողություններով, որոնք իրող ուրախացնեն ինձ և ոչ միայն ինձ, ձեր ծնողներից բացի նաև մեր ողջ մանկավարժական կոլեկտիվին։ Խոսքս էլ չեմ կարողանում շարունակել իրականում, բարի երդ ձեզ, իմ գեղեցիկ սաներ և կանաչ ճանապարհ։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի,
պատանի մեզ դարձրեցին Ես ու դու ունենք մի պատմություն Իմ ու քո դպրոց երջանկություն Հարազատ մի ընտանիք Ուր անհոգ էինք երջանիկ Դպրոցի ճամփան Ոլոր մոլոր տարիներ Անցան գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ Անցան գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ես կողքի ակում ենք մենք կրվել Տախերքով մեկ դասից փախել Ոչ ավել ու ոչ պակաս Ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ռախացել Խեն սիրել եմ կամել ուշացել Իմ դպրոց հավերժ կանգնած Հեռանում եմ ես անդարձ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ Անցան գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ Անցան գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հաղթնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում մնանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին